Անուն հոր եւ որդվո եւ ոգին սրբո ամեն Տերը սիրում է խրատում է պատժում է ամեն մի որդու որին ընդունում է Սիրելի բարեբաց ժողովուրդ ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում եւ մեր շուրջը մարդիկ կամա թե ագամա բողոքում են ու դժգոհում դժվարություններից եւ նեղություններից այո կարելի է ասել նույնիսկ Ամերիկայի նման հզոր մի երկրում ծանր տնտեսական դժվարին մի ժամանակում ենք ապրում Երբ մարդը նեղության մեջ է նրա վիճակն ավելի ծանր է դառնում անընդհատ դժգոհելն ու տրտնջալը Եկեղեցու հայրերից մեկն այսպես է ասում Սատանան միշտ կանգնում է մեր առաջ բաց բերանով որ եթե Աստծուն անարգող հայհոյող ու տրտունջ պարունակող բարկցես այն բռնելով նորից կգա բայց եթե միշտ գոհություն մատուցես Աստծուն քաղցի կմատնես նրան եւ կստիպես փախչել Չես կարող լռել Խորհուրդ է տալիս Սուրբ Հովհան ոսկեբերանը ասա բայց ոչ հայոյանք այլ շնորհակալություն բողոքի փոխարեն օրհնություն ագիր Տիրոջը կոչիր նրան փառաբանելով Դրանից եւ տանջանքդ կթեթևանա քանի որ երախտագիտության հետևանքով սատանան կփախչի եւ Աստծո օգնությունն էլ արագ կհասնի քեզ Մենք 2000 տարուց ավելի քրիստոնյա ենք հակառակ դրան պատմության ընթացքում ավելի հաճախ ենք փորձությունների ենթարկվել քան այլ հեթանոս ազգեր որոնք տիրողի ու թագավորողի դիրքում են եղել Առանձին վերցրած սա կարելի ասել նաև անհատ մարդկանց մասին Որն է սրա պատճառը Երբ այս մասին հարցնում են փորձառու մի հավատացյալի նա ասում է Տեսել եք թե ինչպես է որսորդը թռչուններ որսում որոնք արդեն սպանված ընկած են նրանց այլևս ձեռք չի տալիս որովհետև գիտի որ դրանք իրենն են եւ ընկնում է կենթանի թռչունների ետևից այդպես է սատանան երբեք չի պատերազմում մեղքի մեջ կորածների անհավատների հետ որովհետև գիտի որ իրենն են եւ տարբեր փորձություններով պատերազմում են հավատացյալների դեմ նրանց հոգիները կորստյան մատնելու համար Սուրբ Հովհան ոսկեբերանն ասում է չկա բարի կամ արդար մարդ առանց մեղքի եւ չկա վատ մարդ առանց առաքինության այնուհետև շեշտելով որ մարդու բնությունն Աստծո կողմից չար չի ստեղծվել շարունակում է Ոչխարը չի կարող վայրենի լինել իսկ գայլը հեզ որովհետև նրանց բնությունն է այդպես իսկ մարդը մեկ լինում է չար մեկ հեզ որովհետև օժտված է ազատությամբ եւ հետեւաբար չարը բնությունից չէ Ուր է ճշմարտությունը Մի անգամ աստվածները որոշեցին ստեղծել աշխարհը Նրանք ստեղծեցին աստղերը, արևը, լուսինը, ծովերը, լեռները, ծաղիկները, ամպերը Հետո նրանք ստեղծեցին մարդուն եւ վերջապես նրանք ստեղծեցին ճշմարտությունը Աստվածները մտածեցին ուր թաքցնեն ճշմարտությունը, որ մարդը միանգամից չգտնի այն Նրանք ուզում էին որ նա երկար փնտրի այն Եկեք այն թաքցնենք ամենաբարձր լեռան գագաթին, ասաց նրանցից մեկը Եկեք այն պահենք ամենահեռավոր աստղերից մեկում, առաջարկեց մյուսը Եկեք այն թաքցնենք ծովի ամենախոր տեղում, առաջարկեց երրորդը Եկեք այն թաքցնենք լուսնի հագարակ երեսի վրա, շարունակեց մյուսը Վերջապես ամենածեր ու ամենաիմաստուն Աստվածն ասաց ոչ մենք այն կթաքցնենք մարդու սրտում եւ նա ամբողջ կյանքում եւ ամենուր կփնտրի ճշմարտությունը չկասկածելով որ այն իր մեջ է Հասկանալի եւ նույնիսկ ընդունելի որ Աստված մեղավոր մարդկանց նեղություններ ու դժվարություններ է տալիս որպեսզի նրանք խրատվեն երանի խրատվեն բայց այդ դեպքում ազնիվ արդար հավատով մարդիկ եւ մանավանդ սրբերը ինչու են չարչարվել ու մինչև այսօր չարչարվում են ինչ է նրանց մեղքը նրանք չարչարվում էին արդարություն եւ պսակ ընդունելու ու այդ միջոցով իրենց մեծագույն սերը ցույց տալու Աստծո հանդեպ Սիրելի բարեբաց ժողովուրդ մի քանի օրից գոհաբանության տոնն է Thanksgiving-ի օրը ինչպես ասում են այստեղ Ամերիկայում բոլոր մարդիկ փառք ու գոհություն պիտի տան Աստծուն այդ օրը ավելի ընդունելի կլիներ եթե մշտապես ամբողջ տարվա ընթացքին հիշեինք ու գոհաբանեինք եւ փառաբանեինք Տիրոջը որպեսզի առողջ մնանք եւ մեր գործերը հաջողություն ունենան այս արդիվ շնորհավորում ենք բոլորիդ գոհաբանության տոնը մենք էլ իբրև Աստծուն սիրող եւ փառաբանող մարդիկ չտրտնջանք ու չդժգոհենք մեր կյանքից այլ հույսով լի կրենք մեր խաչը եւ այնպես ապրենք ինչպես նա է մեզ պատվիրել ու կտեսնենք
թե ինչպես աստվածային օրհնությունը եւ սերը լցում են մեր սրտերից ու մեր ընտանեկան հարգերից ներս այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն